Նկարին մի փոքր նայելը ձեզ ավելի կօգնի թեմային մոտենալուն։ Մեծ հատված ենք սկսում, հերթական հատվածը Կորինթոսում Պողոս առաքյալի ծառայությունը ավարտվեց եւ այժմ շարունակվում է նրա միսիոներական երկրորդ ճանապարհորդությունը եւ այս հատվածում ավարտին է հասնում երկրորդ միսիոներական ճանապարհորդությունը եւ սկսվում է երրորդը։ Եվ մեծ հատվածը 18-րդ գլուխ 18-րդ համարից մինչև 19-րդ գլուխ 7-րդ համարում է, որտեղ որ խոսքը պատմական անցման մասին է հին ուխտից դեպի նորին։ Իսկ Սուրբ Գիրքը ինչպես է ցույց տալիս, թե պատմության մեջ ինչպես է եղել այդ անցումը։ Մի բան է, որ անցումը եղել է Հիսուս Քրիստոսով, Հիսուսն իրականացրել է նոր ուխտը, բայց պատմական առումով ինչպես է եկեղեցին անցել հին ուխտից դեպի նորը, ինչպես է փոխվել նրանց մտածելակերպը, այսօր այս հատվածում մենք կտեսնենք։ Թեպետ առաջին հատվածն ենք միայն ուսումնասիրելու, բայց ես որպես ներածություն ձեզ ամբողջ մեծ հատվածի մասին կտամ տեղեկություն, որպեսզի ավելի հեշտ տեսնեք այսօրվա հատվածի դերը։ Թեև նոր ուխտը հաստատվեց Հիսուս Քրիստոսի փրկագործական աշխատանքի միջոցով, առաջին հրյա հավատացյալներին ժամանակ էր պետք, որպեսզի ամբողջությամբ հրաժարվեին հին ուխտի խորապես հարգված եւ հավատարմորեն պահվող ծիսական կարգերից։ Եբրայեցիներին ուղված թուղթը ուսուցանում է հենց այդ անցման մասին, ցույց տալով, որ Հիսուս Քրիստոսը գերազանցում է հին ուխտի հետ կապված ամեն ինչին։ Իսկ Գործք առաքելոց գիրքը նկարագրում է այդ անցման պատմական շրջանը, նշանավորելով փրկության պատմության նոր փուլի սկիզբը։ Ակնհայտ է, որ Աստված ժամանակավորապես մի կողմ թողեց Իսրայելին, որի երկարատև անհնազանդությունը իր գագաթնակետին հասավ Հիսուսին Մեսիային սպանելով, այնուհետև Աստված սկսեց իր թագավորության նպատակները իրականացնել եկեղեցու միջոցով։ Սակայն նորաստեղծ եկեղեցուն նույնպես ժամանակ էր պետք, որպեսզի ամբողջությամբ հրաժարվեր իր նախկին կրոնական սովորություններից։ Առաջին դարի հուդայականությունը պարզապես կրոն չէր, այն միավորում էր Աստծուց տրված օրենքը, որը կարգավորում էր առօրյա կյանքի բազմաթիվ ոլորտներ եւ մարդկանց կողմից ձևավորված օրենքներն ու մշակութային ավանդույթները։ Եթե դուք հիշեք, կային բարոյական օրենքներ, 5 տականում կային կրոնական օրենքներ, ծիսական օրենքներ, քաղաքացիական օրենքներ, սոցիալական եւ այլ օրենքներ։ Եվ հրյա լինել նշանակում էր ոչ միայն ընդունել հին ուխտի հավատքն ու ուսմունքը, այլև հետևել Սուրբ Գրքի ավանդական մեկնաբանությանը եւ օրենքի պահանջները տարածել կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Հրյա լինելը նշանակում էր ոչ միայն այլ կերպ հավատալ, քան հեթանոսները, այլ կերպ ապրել։ Գիտեք, հին ուխտի շատ օրենքների եւ ծիսակարգերի նպատակը որն էր, որ Տերը տվեց։ Իրականում հին ուխտի շատ օրենքների եւ ծիսակարգերի նպատակն Իսրայելին առանձնացնելն էր շրջապատող հեթանոս ազգերից, որպեսզի նրանք Աստծո ժողովրդի հետ չխառնվեն եւ ազդեցություն չունենան նրանց վրա, մինչեւ որ Տերը նրանց կտար իր օրենքները, իր կարգերը, իր չափանիշները, կսովորեցներ ապրել իր չափանիշներին համապատասխան, եւ հետո գար Քրիստոս եւ կասեր այլևս ոչ թե դուք պաշտպանվողի դիրքում եք, այլ հարձակվողի, դուք պետք է գնաք եւ ամբողջ ազգերին ավետարանը փոխանցեք։ Իսրայելը Աստծո ընտրյալ ժողովուրդն էր եւ Աստված կամենում էր, որ նրանք առանձնացված լինեին աշխարհի ապականիչ ազդեցությունից, որպեսզի իրենց կյանքով վկայեին ճշմարիտ Աստծո զորության եւ շնորհի մասին։ Սակայն աստվածային նպատակը խաթարվել եւ նույնիսկ աղավաղվել էր մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններով, որոնք, ինչպես ասաց Հիսուսը, փոխարինել էին մարդկային ավանդույթներով։ Ոստի զարմանալի չէ, որ նույնիսկ առաքյալների համար հեշտ չէր հրաժարվել հին պահանջներից եւ սովորություններից։ Գործք առաքելոց երկրորդ գլխում 46-ում կարդում ենք, որ եկեղեցին դեռ հավաքվում էր տաճարում։ Իսկ երրորդ գլխում մենք կարդում ենք, որ Պետրոսն ու Հովհաննեսը շարունակում էին պահպանել սահմանված աղոթքի ժամերը։ Պետրոսը սկզբում վճռականորեն հրաժարվում էր խախտել սննդի վերաբերյալ
հրեական կանոնները Կորնելիոսին հանդիպելուց առաջ, իսկ երբ նա ճաշեց հեթանոսների հետ, հրեա հավատացյալները նույնիսկ մյուս առաքյալները խորապես զարմացան, եւ նույնիսկ Պողոսը հեթանոսների առաքյալը 2 անգամ հրեական ուխտերի հետ առնչություն ունեցավ նոր կտականում։ Հատկանշական է, որ Տերը համբերատար էր այս անցումային գործընթացի նկատմամբ։ Ավելին նա սովորեցնում էր, որ նրանք, ովքեր դեռևս պահում էին հին ուխտի որոշ պահանջներ, չպետք է հարկադրեին դեռևս չփոխված համոզմունք ունեցող իրենց եղբայր քույրերին։ Եվ Հռոմեացիս 14 եւ 15-րդ գլուխը հրաշալի բացատրում էր սա։ Պատկերացնում եք առաջին դար եւ հрьяաներից դարձի եկած քրիստոնյաներ եւ հեթանոսությունից եկած հрьяաները խիստ օրենքներով մեծացած, այսպես ասած, կարգապահ աշակերտներ են, իսկ հեթանոսները փողոցային, այսպես ասենք։ Եվ այդ երկուսը պետք է միավորվեն նույն տեղում։ Եվ ինչ անել, որպեսզի կոնֆլիկտ չլինի, խնդիր չլինի, եւ Պողոս առաքյալը ցույց էր տալիս, որ ովքեր հավատի մեջ տկար են, ովքեր իրենց աստվածաբանության մեջ դեռևս չունեն ազատություն, դեռևս սահմանափակ են, իրենց տկարությունը պետք է ուժեղները կրեին եւ չստիպեին նրանց ժամանակից շուտ կամ իրենց հավատի հիման վրա փոփոխությունների ենթարկեին։ Նույնիսկ հեթանոսական աշխարհում եկեղեցին սկզբնական շրջանում սերտորեն կապված էր ժողովարանների հետ։ Պողոսի սովորությունն էր յուրաքանչյուր քաղաքում նախ ավետարանը քարոզել շաբաթ օրը ժողովարաններում հավաքված հрьяաներին։ Այս երևույթն այնքան սովորական էր, որ հռոմեացիները սկզբում քրիստոնեությունը համարում էին պարզապես հուդայականության մի ուղղություն։ Եվ այդ պատճառով էր, որ մեր վերջին հատվածը, եթե հիշեք, Գաղիոնը ասաց, որ ձեր միջև եղած այդ կրոնական հարցերը քրիստոնյաների եւ հрьяաների դուք լուծեք։ Այսինքն նրա համար այդ նոր ձևավորվող կրոնը դա հուդայականության աղանդ էր, դրան նման մի բան էր։ Այսպիսով Գործք առաքելոց 18-րդ գլխի 18-րդ համարից մինչև 19-րդ գլուխ 7-րդ համարի հատվածում Ղուկասը մեկտեղում է 3 օրինակ, որոնք պատկերում են հին ուխտից դեպի նոր ուխտ կատարվող պատմական անցումը։ Պողոսին, Ապողոսին եւ Հովանեսի մկրտությամբ ապրող 12 աշակերտներին։ Նայեք սլայդին եւ տեսեք մեծ հատվածի բաժանումը ինչպես է, եւ այսօր միայն առաջինն ենք ուսումնասիրելու 18-ից 23-րդ հատվածը։ Ուրեմն 18-ից 23-րդ համարում մենք տեսնում ենք անցում հին ուխտի ծիսական համակարգից դեպի նոր ուխտի ծառայություն։ Եթե ընթերցել եք տանը կամ առհասարակ կհիշեք, որ այստեղ խոսքն այն մասն է, որ Պողոսը կենքրայում գլուխը խուզում է։ Սա ուխտավորի երթում էր, մենք այսօր կուսումնասիրենք, եւ տեսնում ենք, որ այս ուխտը ավարտվում է ավետարանչությամբ։ Եվ տեսնում ենք այդ սահուն անցումը Պողոսի ծառայության մեջ հին ուխտի ծիսական համակարգից դեպի նոր ուխտի ծառայություն։ Այնտեղ 24-ից 28-ում մենք տեսնում ենք հին ուխտի մասնակի գիտելիքից անցում դեպի նոր ուխտի ամբողջական գիտելիքի, որտեղ Ապողոսի օրինակն ենք տեսնում։ Հիշում եք, Ապողոսը մեկն էր, որ 5 տակարանյան գրքերը հրաշալի գիտեր, շատ լավ գիտեր ջերմեռան, բայց ինքը մի բան դեռևս չգիտեր։ Եվ Ակյուղասը, Պրիսկիղան լսում են, որ նա ինչպես է ժողովանում ուսուցանում, մի կողմ են նրան քաշում եւ բոլորի առջեւ իրեն ոչինչ չեն ասում, մի կողմ են քաշում եւ Աստծո ճանապարհը ավելի կատարյալ են նրան բացատրում։ Այսինքն Ապողոսը, լինելով 5 տակարանի մասնագետ, հրաշալի մասնագետ, իր գիտելիքները թերի էին եւ պետք էր համալրում։ Եվ մենք այստեղ տեսնում ենք երկրորդ օրինակը, որ Ղուկասը ցույց է տալիս, անցում հին ուխտի մասնակի գիտելիքից, այսինքն գիտելիք, որ դեռևս Քրիստոսի մասին հստակ չէ, դեպի նոր ուխտի ամբողջական գիտելիք։ Եվ երրորդ հատվածում 19-րդ գլուխ 1-ից 7 համարներում տեսնում ենք անցում Հովանեսի մկրտությունից դեպի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի։ Եվ այնտեղ այն բազմաչարչար հատվածն է, որտեղ որ շատերը գործածում են Սուրբ Հոգու վերաբերյալ։ Հիշում եք, Պողոսը գալիս ասում է, երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք, եւ դրանով նա ստուգում է այս մարդկանց իմացության եւ դարձի տեսակը, աստիճանը եւ որակը։ Հասկանալու համար արդյոք նրանց ունեցած հավատը իրենց ուղղորդել է դեպի Մեսիային, թե իրենք դեռևս հին ուխտի եւ նոր ուխտի խաչմերուկում են։ Եվ նրանց ասում է
այն կենտրոնական համարը, որ ամբողջ հատվածն է վերցնում իր մեջ, 4-րդ համարը 19:4-ը, տեսեք ինչ է ասում, բացատրում է, ասում է Հովանեսը ժողովրդին ապաշխարության մկրտությամբ էր մկրտում եւ ասում թե ուշադիր լսեք, նա ով իր հետևից է գալու, նրան հավատան, այսինքն Հիսուս Քրիստոսին։ Ստացվում է, որ Պողոս առաքյալն ասում է Հովանեսի մկրտությունը, որ դուք գիտեք, հին ուխտում, երբ Հովանեսը մկրտում էր, այդ մկրտության նպատակն էր ուղղորդել դեպի Մեսիային, Քրիստոսին։ Այդ ինչպես է, որ դուք մկրտվել եք, բայց Մեսիային չեք ճանաչում։ Եվ հին ուխտի դերը ստացվում է, սա պետք է հիշեք, գլխավոր միտքն է այս մեծ հատվածի։ Մենք մեր փոքր հատվածի գլխավորին կանրադառնանք։ Մեծ հատվածի գլխավոր միտքն է հին ուխտի դերը ոչ թե մարդկանց փրկելն էր, այլ նրանց դեպի փրկիչը առաջնորդելը։ Այս 3 քարոզների ընթացքում ես հույս ունեմ, որ Տերը այնքան կարևոր լուսաբանումներ կանի յուրաքանչյուրիս համար, որ մենք հին ուխտի եւ նոր ուխտի դերը եւ նշանակությունը եւ անցման հերթականությունը, պատմական ընթացքը այնքան լավ կարողանանք իմանալ, որ վերջապես հստակ դիրքորոշում ձևավորենք երազների, տեսիլքների, լեզուների, Սուրբ Հոգու եւ բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք եղել են այս անցման շրջանում։ Եվ մի փոքր վերաձևակերպելով ամբողջ հատվածի գլխավոր միտքը, այլ կերպով ասենք, կարող եք սա հիշել, սա 18-ից մինչև 19-7 այս 3 հատվածների գլխավոր ասելիքն է, հին ուխտը առաջնորդում էր մարդկանց հավատալու եկող Մեսիային, իսկ նոր ուխտը առաջնորդում է մարդկանց հավատալու արդեն եկած Մեսիային։ Նույնիսկ այս ճշմարտության պարզ է դառնում, որ հին կտականում մարդիկ այլ կերպ չեն փրկվել։ Բոլոր ժամանակներում փրկությունը եղել է Քրիստոսով, բայց ինչպես։ Հավատով է եղել, ինչպես։ Հին ուխտի ապրողները հավատացել են եկող Մեսիային, որ պիտի գա Մեսիան, իսկ նոր ուխտի ապրողները հավատում են արդեն եկած Մեսիային։ Դա նշանակում է եւ հին, եւ նոր բոլոր շրջանների հավատացյալները հավաքվում են ում ոտքերի մոտ։ Քրիստոսի։ Այսպիսով սա մեր մեծ հատվածն է, իսկ այսօր կուսումնասիրենք միայն առաջին հատվածը, 18-րդ գլուխ 18-ից 23-րդ համարը, որտեղ ներկայացնում է պատմական անցումը ծիսական համակարգից դեպի նոր ուխտի ծառայություն։ Մինչ բաժանմանը անցնելը մեր հատվածի մի պատմություն ձեզ պատմեմ։ Ես քիչ եմ պատմություններ պատմում, առավելևս Սուրբ գրքից եմ պատմում սովորաբար, բայց սա երբ լսեցի մի քանի օր առաջ, մտածեցի շատ լավ համապատասխանում է նրան, ինչ որ այս հատվածն ուզում եմ մեզ փոխանցել։ Օրեր առաջ համացանցում մեծ արագությամբ տարածվեց մի լուր, որը շատերին հուզեց։ Անհետ կորել էր ընդամենը 14-ամյա մի տղա, Վահե Ապիկյան անունով։ Վահեն սովորական դեռահաս չէր, նա արդեն 2 տարի էր, ինչ ծառայում էր որպես դպիր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ըստ նրա մոր ոչ ոք նրան չէր ստիպել ծառայել եկեղեցում, դա եղել էր հենց իր ցանկությունը։ Նա սիրում էր, նրա մայրն է ասում, հոգևոր գրականություն եւ երկար ժամանակ ուսումնասիրում էր, ուշադիր լսեք, սրբերի վարքը եւ մեծ հետաքրքրություն ուներ ճգնավորների կյանքի նկատմամբ։ Մի օր սակայն Վահեն անհետացավ։ Տանը թողել էր 9 էջանոց մի նամակ, այդ նամակի մեջ կար մի նախադասություն, որը դարձավ նրա ծնողների որոնման գլխավոր հուշումը։ Նամակում նա գրել էր. «Ես կլինեմ գառնու սարերում եւ կդիմավորեմ լուսաբացը»։ Եվ այնտեղից էլ իրեն գտան։ Ծնողները հենց այդ ուղղությամբ էլ սկսեցին փնտրել եւ ի վերջո գտան նրան այնտեղ, որտեղ ինքն էր գրել, նշել։ Երբ նրան հարցրին, թե ինչու էր գնացել, Վահեն պատասխանեց. «Ուզում էի ճգնավոր դառնալ»։ Նրա հետ եղած պայուսակում կային ընդամենը մի քանի իր Աստվածաշունչ, սրբապատկեր, դպիրի հագուստ, մի քիչ հաց եւ նույնիսկ մի փոքր կտոր կապոց խոտ։ Վահեի մայրը հետագայում անկեղծորեն խոստովանեց, որ հավանաբար որդու վրա մեծ ազդեցություն էին թողել սրբերի վարքի մասին նրա ընթերցումները։ Այդ պատճառով ընտանիքը որոշել է, որ հետագայում Վահեն միայնակ չխորանա այդ գրականության մեջ, այլ ունենա նաեւ հոգեվորականի եւ հոգեբուժի աջակցություն։ Այս պատմությունը մի կարևոր հարց է առաջացնում։ Ինչ է նշանակում իսկապես ծառայել Աստծուն։ Արդյոք Աստծո կամքն այն է, որ մարդը հեռանա մարդկանցից եւ մեկուսանա ու ճգնի,
թե Աստված նոր ուխտում իր ծառաներին մեկ այլ ծառայության է կանչում։ Հենց այս հարցի պատասխանն է տալիս մեզ այսօրվա հատվածը, որտեղ Ղուկասը նկարագրում է պատմական անցումը ծիսական համակարգից դեպի նոր ուխտի ծառայություն։ Նայեք մեր ուսումնասիրող հատվածի բաժանմանը, ընթերցենք այս մի քանի համարը եւ սկսենք ուսումնասիրել այս հատվածը։ Ուրեմն 18-ից 21-րդ համարներում մենք տեսնում ենք Պողոսի ուխտը եւ ավետարանչությունը։ Նայեք 18-ից 21-րդ համարներին։ Պողոսը դեռ երկար ժամանակ մնալուց հետո եղբայրներից բաժանվելով նավով գնաց դեպի Սիրիա։ Պրիսկիղան եւ Ակյուղասն էլ նրա հետ։ Կենքրայում գլուխը խուզեց, քանի որ այդպիսի ուխտ ուներ։ Եվ երբ հասավ Եփեսոս, նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով հրյաների հետ խոսում էր։ Եվ երբ նրան աղաչում էին, որ երկար ժամանակ մնա իրենց մոտ, նա հանձնառու չեղավ, այլ նրանց հրաժեշտ տվեց ու ասաց. «Առաջիկա տոնը ես անպայման Երուսաղեմում պիտի նշեմ, բայց եթե Տերը կամենա, նորից կգամ ձեզ մոտ»։ 22-ում տեսնում ենք արդեն Պողոսի այցը Երուսաղեմի եկեղեցի եւ երկրորդ ճանապարհորդության ավարտը։ Նայեք 22-րդ համարին։ Եվ Եփեսոսից դուրս գալով իջավ Կեսարիա ու գնաց ողջունեց եկեղեցուն, ապա Անտիոքի իջավ։ Եվ դրանից հետո վերջին 23-րդ համարում տեսնում ենք արդեն նրա երրորդ ճանապարհորդության սկիզբը եւ իր զբաղվածությունը, որ աշակերտներին էր ամրապնդում։ Նայեք 23-ին, եւ այնտեղ միառժամանակ մնալուց հետո դուրս եկավ հերթով, շրջեց Գաղատիայի երկրում եւ Փրուգիայում, ամրապնդելով բոլոր աշակերտներին։ Եվ այս հատվածի գլխավոր միտքը հետևյալն է. նոր ուխտում ծառայության կենտրոնը ոչ թե հին ուխտի ծեսերն են, այլ Քրիստոսի եկեղեցու կառուցումը։ Նոր ուխտում ծառայության կենտրոնը, ուղղությունը ոչ թե հին կտակարանյան ծեսերն են ու ծիսակարգերը, այլ Քրիստոսի եկեղեցու կառուցումը։ Ովքեր որ չեն հասկացել այս անցման էությունը, իրենք որևէ գործառույթով կապված են մնում հնին։ Ուզում են լինել ճգնավոր, ուզում են լինել սրբապատկեր ունեցող եւ դրա առջև խոնարհվող, ուզում են տան անկյունում ունենալ իրենց սուրբը, ես իրենց տերմիններով եմ ասում, ուզում են անպայման եկեղեցաշենքից հետ դուրս գալ, 3 անգամ խաչակնքվել, ուզում են բռնել ոչ թե բովանդակություն, այլ ձևը։ Իսկ հին ուխտը ինչն էր։ Ամբողջությամբ ցույց էր տալիս եկող Մեսիային ծիսական կերպով, բայց այդ Մեսիան արդեն եկել է։ Այդ բոլորը արդեն ուղղորդել են դեպի Մեսիան։ Ինչու եք մնացել խաչմերուկում կանգնած։ Եվ այս հատվածում մենք տեսնում ենք նոր ուխտում ծառայողի 3 հիմնական պատասխանատվությունները։ 3 հիմնական պատասխանատվություններ նոր ուխտում ծառայողի, որոնք են դրանք։ Առաջին, որոնք են նոր ուխտում ծառայողի պատասխանատվությունները, որը Պողոսի ընթացքով ենք տեսնում։ Առաջին պատասխանատվությունն է նրա կատարել ավետարանչություն, ոչ թե ծիսակատարություն։ Առաջին նրա պատասխանատվությունն է կատարել ավետարանչություն, ոչ թե ծիսակատարություն։ Այսինքն դու պետք է ավետարանես, որ մարդիկ կատարեն անցում իրենց համոզմունքների, իրենց մտքերի մեջ, հնից դեպի նորին։ Եվ այս 4 համարներում տեսնում ենք պատմական անցում հին ուխտի ծիսակարգից եւ կենտրոնացում ավետարանչության վրա։ Եվս մեկ անգամ կարդանք 18-ից 21-ը։ Պողոսը դեռ երկար ժամանակ մնալուց հետո եղբայրներից բաժանվելով նավով գնաց դեպի Սիրիա։ Պրիսկիղան եւ Ակյուղասն էլ նրա հետ։ Կենքրայում գլուխը խուզեց, քանի որ այդպիսի ուխտ ուներ։ Եվ երբ հասավ Եփեսոս, նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով հրյաների հետ էր խոսում։ Եվ երբ նրանք աղաչում էին նրան, որ երկար ժամանակ մնա իրենց մոտ, նա հանձնառու չեղավ, այլ նրանց հրաժեշտ տվեց ու ասաց. «Առաջիկա տոնը ես անպայման Երուսաղեմում պիտի նշեմ, բայց եթե Տերը կամենա, նորից կգամ ձեզ մոտ»։ Այսպեսով ինչպես է երևում պատմական անցումը հին ուխտի ծիսակարգի։ Այս համարներում տեսնում ենք Պողոսի ուխտը, դրա ավարտը եւ նրա կատարած ավետարանչությունը։ Այս երկուսը կողք կողքի։ Սա եզակի եւ վերջին դեպքն է, որ տեսնում ենք նոր ուխտում։
Պողոսը Կորինթոսում ծառայությունն ավարտելուց հետո դեռ երկար ժամանակ է մնում այնտեղ, բացի այդ 1.5 տարին, հիշում եք, որ Տերը իրեն 9-10-րդ համարներում ասաց, որ մնամ քարոզի, որտեղ ժողովուրդ ունեմ, եւ 1.5 տարին նա մնաց։ Ծովային ճանապարհորդությունն ավելի էժան էր, հեշտ եւ արագ էր, քան ցամաքայինը, գուցե հենց այդ պատճառով էլ նրանք ընտրում են այս միջոցը։ Համարում տեսնում ենք, որ նրա հետ են նաեւ մեզ արդեն հայտնի ովքեր Ակյուղասը եւ Պրիսկիղան, դա ինչ է նշանակում, որ նրանք թողել են իրենց բիզնեսը, որ 1.5 տարի առաջ էին սկսել, Պողոսն էլ իրենց հետ։ Ինչպես որ հանուն ավետարանի աշխատում էին միասին, հիմա էլ հանուն ավետարանի թողել են ամեն բան եւ գնում են։ Այստեղ կարևորը նպատակն է, ոչ թե փոփոխվող դրությունը մարդու։ Փաստորեն նրանք այնքան են աճել, որ պատրաստ են գնալու միսիոներական ճանապարհորդության, թողնելով ընտանեկան բիզնեսը եւ այլ երկիր կամ քաղաք գնալով։ Նրանք եւ Պողոսը իսկական միսիոներներ են։ Նրանք ժամանակ առ ժամանակ տեղից տեղ են շարժվում, բնակություն հաստատում, աշխատում եւ այս ամենն անում են ծառայության առաջընթացի համար։ Եվ հիմա էլ հերթական փոփոխությունն ենք տեսնում նրանց եւ Պողոսի կյանքում։ Ավետարանչական այս լավ նախաձեռնության կողքը տեսնում ենք առաջին հայացքից մի փոքր տարօրինակ փաստ Պողոսի մասին։ Համարի վերջին մասում Ղուկասն ասում է, որ կենքրայում գլուխը խուզեց եւ տալիս միայն պատճառ, թե ինչու արեց սա, բայց չի տալիս ուխտանելու նպատակը։ Միթե Քրիստոսով չեն ավարտվել հին ուխտի ծեսերը, Պողոս։ Ղուկասը տալիս է միայն այս բացատրությունը, քանի որ այդպիսի ուխտ ուներ։ Ինչ ուխտի մասին կարող է լինել խոսքը, եւ ինչ դեր ունի նրա կատարած ուխտը հին ուխտից նորի անցման շրջանում։ Սա թվոց 6-րդ գլխում գրված ուխտավորի երթման մասին է։ Ուխտավոր նշանակում է Աստծո համար առանձնացված, անջատված մարդ։ Այստեղ նազովրեցի անունը, սովորաբար սա կոչվում է նաև նազովրեցիների ուխտ, եբրայերեն նազիր բառից է գալիս, որ նշանակում է առանձնացնել, նվիրվել, անջատվել սովորական օգտագործումից կամ գործառույթներից եւ սրբացնել հատուկ նպատակի համար։ Այսինքն բառացիորեն նազովրեցին հավասար է առանձնացված կամ անջատված անձին, մեկին ով առանձնանում է։ Վահենել էր այդ ճանապարհով գնում էր ճգնավոր դառնալու։ Այն առանձնանալու եւ Աստծուն նվիրվածության հատուկ երթում էր։ Ուխտը սովորաբար արվում էր որոշակի ժամանակի համար, թեև Սամսոնը, Սամուելը, Հովանես Մկրտիչը ողջ կյանքի ընթացքում նազովրեցիներ էին կամ ուխտավորներ, բայց սա արվում էր նաև որոշ ժամանակի համար։ Պողոսի ժամանակ, եթե որևէ մեկը Երուսաղեմից դուրս երթում էր անում, ուխտի վերջում նա սափրում էր իր գլուխը, ինչը Պողոսը արեց եւ 30 օրվա ընթացքում սափրած գլխով պետք է ներկայանար տաճար, զոհ մատուցելու։ Եվ այդ հատված, մի փոքր հատված ուզում կարդամ։ Թվոց 6-րդ գլուխ առաջին համարից, տեսեք, Տերը խոսեց Մովսեսի հետ եւ ասաց. «Խոսիր Իսրայելի որդիների հետ եւ ասա նրանց. եթե մի տղամարդ կամ մի կին ուխտ է անում իր անձը Տիրոջը նվիրելու, որպես ուխտավոր, նա պիտի հրաժարվի գինուց եւ օղուց, գինու քացախ չպիտի խմի եւ խաղողի օշարակ բնավ չպիտի խմի եւ խաղող կամ չամիչ չպիտի ուտի։ Իր ուխտի բոլոր օրերին որդատունքից ստացվող ոչ մի բան չպետք է ուտի, խաղողի կորիզներից մինչև դրա կեղևը։ Իր ուխտի բոլոր օրերին, տեսեք, նրա գլխին ածելի չպետք է դիպչի, մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը։ Նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը»։ Հաջորդիվ ասում է ինչ պետք է անել խախտման դեպքում, երկար ցանկ ես դա չկարդամ, եւ տեսեք դրանից հետո ամփոփում է ասելով. այս է ուխտավորի օրենքը, այն օրը, երբ լրանա նրա ուխտի օրերը, նրան թող բերեն, ուշադիր լսեք դետալները, որ տեսնեք Պողոսը անում էր դա թե ոչ։ Նրան թող բերեն ժողովի վրանի մուտքի մոտ։ Նա Տիրոջը կմատուցի իր զոհը, 1 տարեկան անարատ արու մի գառ ողջակեզի համար, 1 տարեկան անարատ մի էգ գառ մեղքի զոհի համար եւ անարատ մի խոյ խաղաղության զոհի համար։ Մի զամբյուղ ընտիր ալյուրից յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ բլիթներ, դրանց հետ նաև հացի ինծան ու թափվելու նվերը։ Այսքանից հետո, տեսեք, նա պետք է, ուխտավորը պետք է նոր կտրեր մազերը։ Այսքանը քահանան պետք է աներ, նոր ով որ ուխտ էր արել, իր մազերը պետք է կտրեր։ Եվ կտրի ոչ թե որևէ տեղում, այլ տեսեք թե որտեղ, շարունակում է։ Ուխտավորը
իր ուխտ արած գլուխը թողածելի ժողովի վրանի մուտքի մոտ։ Դա նշանակում է պետք է մազերը խուզողը լիներ Երուսաղեմում։ Ուխտավորն իր ուխտը արած գլուխը թողածելի ժողովի վրանի մուտքի մոտ եւ առնի իր ուխտը գլխի մազերն ու դնի խաղաղության զոհի տակ գտնվող կրակի մեջ։ Այսինքն մարդը պետք է իր մազերը խուզեր, խուզելը պետք է աներ վրանի մոտ, պետք է վերցներ այդ մազերը հետո դներ այդ կրակի վրա։ Եթե սա չի արվում, դա նշանակում է ուխտի պայմանները չեն կատարվում կամ կատարվում են թերի։ Եվ այսքանից հետո նոր մարդը դուրս էր գալիս ուխտից։ Այստեղ մի հետաքրքիր դիտարկում կա, ուխտը կատարողի հետ կապված։ Սա ուխտի թերի կատարում է, որը ցույց է տալիս, որ Պողոսը այդ ուխտի ծիսական մանրամասները չի կատարում։ Այսինքն նրան չի վերաբերվում այդքան կարևոր մի բան։ Ըստ ձեզ, համարին նայելով ով է գլուխը խուզել, Պողոսը թե Ակյուղասը։ Ինչն է խնդիրը այստեղ, որ նման պարզ հարց է առաջանում։ Մեկնաբաններից ոմանք չեն կարող համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ով է խուզել գլուխը, Պողոսը թե Ակյուղասը, որովհետև հունարենում խուզեց բայը դրված է անմիջապես Ակյուղասի անունից հետո։ Դրա համար էլ կարծես երկիմաստություն է առաջանում։ Ում է վերաբերվում խուզելը, Պողոսին թե Ակյուղասին։ Ոմանք կարծում են, որ նման քայլը համապատասխան չէ լինի Պողոսի նման հասուն հոգևոր մեկին, որ գլուխ խուզեր, ոմանք էլ ասում են, որ սա արել է հենց Պողոսը եւ սա համապատասխանում է նրա աստվածաբանությանը։ Այսպեսով որ տարբերակն է ճիշտ։ Ով է խուզել գլուխը։ Նման դեպքերում որոշիչ դեր է կատարում համատեքստը։ Տվյալ նախադասության ենթական եւ ընդհանուր մտքի հոսքը։ Համատեքստում ներկայացվում է Պողոսի ուղևորությունը, համարը սկսում է հենց Պողոսի անունով, Պողոսն էլ համարում միակ ենթական է եւ նշված գործողություններն էլ պետք է վերաբերվեն համարի գլխավոր ենթակային։ Եվ համարի միտքն էլ զարգանում է հենց Պողոսի գործողությունների լուսաբանման ուղղությամբ։ Այսպիսով գալիս են այն եզրանկման, որ Պողոսն է գլուխը խուզողը։ Նա գուցե արել է, որպեսզի ցույց տա իր երախտագիտությունը Աստծուն, նրա օգնության համար, այնպիսի դժվար ժամանակաշրջանում, որ նա ունեցավ Կորինթոսում, այնքան դժվար օրեր, որ նույնիսկ Տերը իրեն երևաց եւ իրեն քաջալերեց։ Իմ անձնական կարծիքով կարող եք սա որպես ճշմարտություն չընդունել, երբ մտորում էի սրա շուրջ, ես մտածում եմ գուցե սա իր ողջ երկրորդ միսիոներական ճանապարհորդության համար էր նա արել, որ ինչու եմ այդպես մտածում, որովհետեւ հենց այստեղ ավարտվում է իր միսիոներական ճանապարհությունը եւ նա իր մազերը կտրում է։ Գուցե կապված լիներ նաև դրա հետ։ Հետաքրքիր է, որ այս ուխտի դեպքը նոր կտականում վերջին անգամ է հանդիպում որպես նախաձեռնություն մեկի կողմից։ Սա պատմական անցումային շրջան է, որտեղ ծիսակատարություններն իրենց տեղն են զիջում նոր կտակարանյան ծառայության սկզբունքներին։ Այս անցումային շրջանում շատերի կյանքում դեռևս պահպանվում էին նման երևույթները։ Մակարտուրը գրում է հետաքրքիր է, որ Տերը համբերատար էր այս անցումային գործընթացի նկատմամբ։ Այսինքն պատկերացնում եք իր որդուն ուղարկել է, այդ անցումը տեղի է ունեցել իրականում, նոր ուխտը իրականացել է, բայց ժողովուրդը այնտեղ դեռևս հին ուխտին վերաբերող բաներ են անում։ Դրա համար Եբրայեցիս թուղթը երբ ընթերցում եք, հեղինակի մտահոգությունը հենց այս է, որ Քրիստոս գերազանցում էր այդ բոլոր ծիսակատարություններին, ինչպես եք դուք նորից հետ վերադառնում։ Գլխավորը, որ Պողոսը որևէ կերպով չի կապում իր ուխտը փրկության հետ։ Հակառակ դեպքում նա չէր կարող նոր ուխտի ծառայող լինել։ Նա հստակ գիտակցում էր եւ հին ուխտի դերի եւ նոր ուխտի եւ նա այս քայլը ուշադրես եք թերի կատարելով ցույց է տալիս իր ազատությունը Քրիստոսում ունեցած։ Տեսեք նա վերաբերմունքը, նա Երուսաղեմում չէ։ Նա նախատեսված ընթացակարգով չի անցնում։ Նա մազերը չի պահում եւ մյուս համարներից էլ տեսնում ենք, որ նա երբ հասնում է Երուսաղեմ, մազերը այրելու փոխարեն ինչ է անում։ Եկեղեցուն է ողջունում գրված է։ Սրանք ցույց են տալիս, որ հին ուխտի ծիսական շրջանի ավարտից հետո Պողոսն ինքն էլ աստիճանաբար անցում է կատարում նաև իր քայլերով եւ այլևս չի վերադառնում հին ուխտի ծիսակարգերին, որոնք որ տեսնում ենք Սուրբ գրքում։ Այնպես որ նոր ուխտի ծառայողը պետք է հասկանա, սիրելիներ, որ հին ուխտի ծիսական համակարգը այլևս ուժի մեջ չէ, քանի որ ում որ այն մատնանշում էր, նա արդեն եկել է եւ կարիք չկա այլևս կատարելու հին ուխտի ծիսական պահանջները։
Նոր ուխտում ծառայողը պետք է կենտրոնանա ավետարանչության վրա, ոչ թե ծիսակարգերի։ Գիտեք ինչու, որ լսողները եւս անցում կարողանան կատարել հնից դեպի նորին, դեպի Քրիստոսին գնան։ Որպես ապացույց նայեք հենց Եբրայեցիս թղթում 8:13-ում ինչ է ասում հեղինակը։ Նոր ուխտի մասին խոսելով նա առաջինը հին համարեց, իսկ այն ինչ հնանում է ու ծերանում մոտ է անհետանալուն։ Գիտեք ինչն է ցնցող այս համարում։ Հեղինակը չի ասում, որ հին ուխտի ծիսական համակարգը արդեն անհետացել է, այլ ասում է, որ արդեն հնացել է եւ մոտ է իր վերջնական վերացմանը։ Ինչու է ասում մոտ է, որտեղ Եբրայեցիների թուղթը գրվել է 66-68 թվականներին եւ Երուսաղեմի տաճարի կործանումը եղավ 70 թվականին։ Այսինքն պատմականորեն դա տեղի չէր ունեցել։ Եվ մոտ էր։ Եվ 70 թվականին հռոմեացիների կողմից վերջնականապես տաճարը ավերվում է եւ ծիսակատարությունները դադարում են։ Այսինքն նույնիսկ ժամանակագրությանը նայելով Եբրայեցիսի հեղինակը շատ ճշգրիտ է խոսում։ Այդ անցումը ճանապարհին է, արդեն պետք է լինի եւ լինում է։ Այսինքն Հիսուսն արել է, բայց պատմականորեն վերջակետ ունեցավ 70 թվականին, երբ տաճարը ավերվեց։ Այսպիսով սա ցույց է տալիս, որ նույնիսկ Եբրայեցիներին ուղղված թղթի գրման պահին հին ուխտի ծիսական կարգը դեռ գոյություն ուներ գործնականում, բայց Աստծո տեսանկյունից արդեն հնացած էր, կանգնած էր իր պատմական ավարտի շեմին եւ այդպես էլ լինում է։ Նոր ուխտի ծառայողը կարիք չունի կատարելու հին ուխտի ծիսական պահանջները, քանի որ այն արդեն հնացել է, մոտ է անհետանալու եւ անհետացել է։ Սա վերջին համատեղ ընթացքն է, որ տեսնում ենք նոր ուխտի ծառայողի կյանքում։ Նոր ուխտում ծառայողի կենտրոնացումը ինչի վրա պետք է լինի։ Նայեք Պողոսի կենտրոնացման այստեղ։ Նա կենտրոնանում է ավետարանչության վրա։ Եվ փառք Աստծո, որ Պողոսի կենտրոնացումը որպես նոր ուխտի ծառայող հենց ավետարանչությունն է։ Համարում տեսնում ենք Պողոսի քայլերը, նայեք համարին։ Նա ավետարանչության համար արդեն վերցրել է իր հետ Ակյուղասին եւ Պրիսկիղային, սա մեկ։ 19-րդ համարում ասում է եւ երբ հասավ Եփեսոս, նրանց այնտեղ թողեց։ Ինքը ժողովարան մտնելով հրյաների հետ էր խոսում։ Պողոսը որպես ճանապարհ պատրաստողներ Ակյուղասին եւ Պրիսկիղային թողեց Եփեսոսում, որ իրենք այնտեղ ծառայեն, մինչեւ որ ինքը կգնար եւ հետ կվերադառնար։ Սա առաջին հայացքից մի փոքր տարօրինակ պատասխան է, երբ Պողոսն ասում է ես չեմ մնում։ Իրեն ասում են մնա, հրյաներն են, իր սիրելի ազգակիցներն են, դուռ է բացվել, ասում են մնա քարոզի, աղաչում են նրան, բայց նա ասում է ոչ։ Այստեղից ինչ եզրակացնենք, Պողոս, գուցե դու այնքան ես կարևորում ուխտը, որ գուցե շտապում ես Երուսաղեմ հենց դրա համար, որ հիմա զոհում ես ավետարանչությունը եւ կենտրոնանում ես ուխտի վրա, ծեսի վրա, ոչ շտապել պետք չէ։ Նա ասում է, որ ես պետք է լինեմ, տոնին այնտեղ պետք է լինեմ։ Հետաքրքիր է Պողոսի գլուխը խուզած է, իմ նման, հրյաների համար նա ավելի ընդունելի է իր արտաքինով։ Իր իսկ սիրելի ազգակիցների համար նա ընդունելի լինելով հրաժարվում է հանուն մեկ այլ բանի։ Ինչն է դա։ Ոմանք ասում են, տեսեք, սա պաշտպանում է այն մտքին, որ Պողոսն իր համոզմունքներում վստահ չէ դեռ, ուզում է նախատեսված ժամանակում հասնել Երուսաղեմ, բայց նա ասում է, որ ուզում են տոնին այնտեղ լինել։ Նա երբ հասնում է Երուսաղեմ, մենք 22-րդ համարում տեսնում ենք, որ նա մազ չի այրում։ Նա չի անում դա։ Սա ապացուցում է, որ նա այլ պլան ունի եւ որն է այդ պլանը, ծրագիրը։ Ղուկասը արդեն հուշել է մեզ։ Նայեք հուշումներին։ Իր հետ վերցնում է Ակյուղասին եւ Պրիսկիղային մեկ, սա ավետարանչության համար է։ Նրանց թողնում է Եփեսոսում ծառայության համար, սա 2, եւ ինքն էլ մտադիր է վերադառնալ, սա 3։ Նրա ռազմավարական ծրագիրն այն է, որ Եփեսոսում լինեն միսիոներներ, այդտեղի առիթները օգտագործելու համար, իսկ ինքն էլ հրաշալի հնարավորություն կունենա զատկական տոնին լինելու Երուսաղեմում, ուշադիր լսեք, որտեղ Սփյուռքի հрьяաները գալիս են մեկտեղ։ Եվ իր համար հրաշալի առիթ է հանդիպելու բոլոր իր ազգակիցներին, որոնց կարող է քարոզել նոր ուխտը եւ նրանք տանելով Սփյուռք նոր ուխտի մասին քարոզել։ Այսինքն սա կարծես արդեն հաշվարկ լինի։ Այստեղ ես թողնում եմ Ակյուղասին եւ Պրիսկիղային, որպեսզի իրենք ծառայեն, ես գնամ այս խոշոր հնարավորության ետևից եւ հետո, եթե Տերը կամենա, ես հետ կվերադառնամ։
Սա հանճարեղ միտք է, ստրատեգիկ միտք է։ Ղուկասը խնամքով իրար կողք դնելով Ղուկասի թերի կատարած ուխտն ու ավետարանչությունը, ուշադիր լսեք, ցույց է տալիս ավետարանչության գերազանցությունը 5 կտականի ծեսերի նկատմամբ։ Ասեմ, որ շատ մանուսկրիպտներում բացակայում է 21-րդ համարի այս մասը։ Առաջիկա տոնը ես անպայման Երուսաղեմում պիտի նշեմ։ Այն համարվում է ավելի ուշ արված հավելում, որը ըստ երևույթին ավելացվել է Պողոսի Երուսաղեմ գնալու պատճառը բացատրելու համար, որ հասկացնեն, թե ինչու է նա գնում այնտեղ։ Դուք ծանոթ եք ձեռագրերի համեմատման մեթոդին, լսել եք դրա մասին։ Դա կոչվում է տեքստային քննադատություն։ Եվ այդ քննադատությունը Աստվածաշնչի ձեռագրերի համեմատման մեթոդն է, այսինքն երբ մենք կանգնում ենք մի նման խնդրի առջև, որ մի քանի մանուսկրիպտներ ասում են կա այս համարը, մի քանիսն ասում են չկա, մենք ինչպես պետք է որոշենք։ Եվ մի քանի տարբերակ կա, այսինքն երկու չափանիշի վրա հիմնված արտաքին եւ ներքին, արտաքին այսինքն ստուգվում է ձեռագրերի հնությունը եւ վստահելիությունը, եւ ներքին ապացույցները հեղինակի ոճը, արտագրողների սխալները, բնագրի ամենահավանական ընթերցումը որոշելու համար, հասկանալու համար թե որ տարբերակն է ավելի ընդունելի։ Եվ տեքստային քննադատության համաձայն այս խոսքերը բացակայում են ամենահին ձեռագրերում։ Սակայն դա չի ազդում հատվածի իմաստի վրա։ Ես հիմա ի վնաս իմ տեսակետի եմ ասում սա, բայց լսեք։ Չի ազդում հատվածի իմաստի վրա, քանի որ հետագա պատմությունը ցույց է տալիս, որ Պողոսի ճանապարհորդությունը կապված էր ոչ թե ուխտի, այլ ծառայության հետ։ Այսինքն նույնիսկ առանց այս նախադասության, որ մեկն ասի չկա այդ նախադասությունը, ամբողջ հատվածի համատեքստը հստակ ցույց է տալիս, որ Պողոսի հիմնական նպատակը ոչ թե ուխտի մանրամասները կատարելն էր, այլ ծառայությունը շարունակելը։ Պողոսի առաջնահերթությունը ավետարանչությունն ու եկեղեցիների հիմնումն է, եւ հենց այդ էլ անում է նա շարունակ։ Այսպիսով հрьяաների հրավերը ժամանակավորապես մերժելով Պողոսը թողեց տեղում միսիոներներ, գնաց ավելի հնարավոր, ավելի մասշտաբային ավետարանչության ակնկալիքով։ Դա նշանակում է, որ նա ավետարանչությունը վերդասեց 5 տականանան ծեսերը կատարելուց։ Նա կենտրոնացած էր ավետարանչության վրա, ոչ թե ծիսակատարությունների։ Եվ նոր ուխտի ծառայողներից համար առավել եւս, երբ պատմական անցումը կատարված է հին ուխտից դեպի նոր, երբ զոհաբերությունները դադարել են, երբ ֆիզիկական տաճար չկա, երբ մենք հրյա չենք եւ չենք էլ եղել, մենք պետք է ոչ թե ստվերին հետևենք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, այլ բուն պատկերին։ Եբրայեցիս 10-րդ գլուխ առաջին համարում ասում է, քանի որ օրենք ունի ստվերը գալիք բարիքների եւ ոչ թե բուն կերպարանքը։ Եվ ստվերի ու իրականության կապի մասին ձեզ համար նկար եմ պատրաստել, նայեք։ Բուն պատկերը եկել է եւ պետք է անցում կատարել նաեւ սեփական համոզմունքներով։ 5 կտակարանը ինչ որ ցույց էր տալիս, դա ստվերն էր, կոչվում է ստվեր, իսկ բուն պատկերը Քրիստոս, որ նա իրականացրել է։ Իհարկե յուրաքանչյուր հավատացյալ այս ճանապարհի որևէ կանգառում է եւ հավատանչությունը հրաշալի առիթ է տեսնելու այս մարդը, որ կանգառում է կանգառել։ Օրեր առաջ մեր սիրելի մեր եղբոր ուղարկավորությանը, որ գնում էինք, ճանապարհին կանգնեցինք, որ ծաղիկ գնենք։ Պատվական եղբայրներ եւ յուրա եղբայրը, չէ՞, միասին էինք։ Զրույցի բռնվեցինք վաճառողների հետ։ Եվ մեր երկար զրույցի մեջ մի կետ կար կարևոր, որ նույնը արեցի ես, ինչ որ այստեղ անում է Պողոսը։ Ինքն ասաց, որ իր եւ Աստծո միջև կա Հովանես Մկրտիչը, հենց այդպես։ Ասաց ես իրեն աղոթում եմ, իր միջոցով շփվում եմ։ Ես իրեն բացատրում էի, լսի, Հովանես Մկրտիչը, ես մի փոքր առաջ եմ ասում, հաջորդ հատվածում է դա, ասում էի, ցույց էր տալիս Մեսիային, Հիսուսին։ Ինչու ես դու մնացել, կանգառդ ինչու այդտեղ։ Այդ ինչպես է, որ դու ստվերին ես նայում, բայց բուն կերպարանքը եկել է արդեն։ Դու պետք է անցում կատարես։ Դու պետք է Քրիստոսին ճանաչես։ Պողոսը ջանում է, որ այս անցման ճանապարհին օգնի մարդկանց եւ հաջորդ երկու պատմություններում կտեսնեք այս օրինակները։ Պողոսը ասում է, նայեք նաեւ այսպեսի նկար եմ պատրաստել, բավականին տանջվել եմ, ասեմ, ճիշտ է, սա արհեստական բանականությունն է պատրաստել, բայց իրեն այսքան պետք էր ուղղորդել, որ ինքը աներ։ Տեսեք, նկար, որտեղ որ պարզապես պատկերավոր կերպով ցույց կտրվի ծննդոցից մինչև Հիսուսի հարությունը,
Այսինքն մեզ հանդիպող մարդիկ այս ճանապարհի որևէ կանգառում են։ Ես չգիտեմ որտեղ, բայց ինչ որ միտեղ են եւ իրենց պետք է ավետարանչությամբ ուղղորդել դեպի Մեսիան, դեպի Փրկիչը։ Պողոսը ասում է, որ եթե Տերը կամենա, ինքը կվերադառնա Եփեսոս։ Ավետարանչությունը անշուշտ Տիրոջ կամքով էր, բայց դեռևս հայտնի չէր Տերը երբ կկամենա իրականացնել դա։ Ինչպես որ Հիսուսի հոգին արգելեց մի քանի գլուխ առաջ, չթողեց գնան դեպի Ասիա, ուղղորդեց դեպի Մակեդոնիա, այդպես էլ Պողոսը չգիտի, նա ծրագրում է, բայց նա չգիտի, ասում է, եթե Աստված կամենա։ Դա նշանակում է, որ ծրագրելը խնդիր չէ, անցած Կիրակի հայկեղբայրը հրաշալի քարոզեց սրա վերաբերյալ, ծրագրելը խնդիր չէ, Աստծուց անկախ ծրագրելը եւ վստահ լինելը, որ դա իրականն է, այդ դա է խնդիր։ Այդ դա է ամբարտավանություն։ Իսկ Պողոսը այստեղ Աստվածահաճո նախ ծրագիր ունի, ու ասում է, որ եթե Տերը կամենա, ես նորից կվերադառնամ։ Դրա համար հիշեք, խնդիր չէ ծրագրելը, խնդիրը ծրագրել Աստծուց անկախ, հպարտ ինքնավստահությամբ, որ այն կկատարվի։ Հարց սիրելի եկեղեցի, սիրելի քրիստոնյա, դու որ ապրում ես նոր ուխտի ժամանակաշրջանում, որն է քո ծառայությունը։ Ինչ առաջնահերթություններ ունես։ Ավետարանչությունն ինչ տեղ ես զբաղեցնում քո կյանքում։ Թե անձնական կյանքումդ, թե համայնքային։ Գիտես, որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր Հիսուսին հանդիպելու ճանապարհին են, բայց դեռ հին համոզմունքներ ունեն։ Շատերը դեռևս 5 տականից ծիսական համակարգում են մնացել իրենց մտքերով։ Դեռևս կրոնի գերի են, սրբապատկերների գերի են։ Դեռևս տվերի հետևից են բուն պատկերը թողած։ Ինչ ես մտածում այս մասին։ Ինչ ես անում դու որպես նոր ուխտի ծառայող, դու որ ասում ես անցում ես կատարել հնից նորին, դու ավետարանում ես, գիտես որ պատասխանատվություն ունես մինչև մահ այդ բուն պատկերին ցույց տալու, ուղղորդելու, որպես ճանապարհի մի նշան։ Երբ դու ուզում ես գնալ Վանաձոր, ճանապարհի նշանները, որ Վանաձոր են ցույց տալիս, երբ հասնես տեսնես գրված է Վանաձոր, դու չես փաթաթվի եւ կանգնի, ասես ես Վանաձորում եմ։ Ոչ դա նշան է, որ դու կհասնես, դեռևս պետք է գնաս։ Նույն այստեղ բոլորը խոսել են եկող Մեսիայի մասին, բայց մարդիկ եկել մնացել են Հովանեսի մոտ։ Մարդիկ եկել մնացել են որևէ տեղ, բայց այդ անցումը շատերը իրենց մտքերում, իրենց համոզմունքներում դեռևս չեն արել։ Դու քո ողջ կյանքում սրանից ավելի կարևոր պատասխանատվություն չես կարող ունենալ, հանուն որի արժանի կլինի թողնել ծառայությունդ, Հիսուսին քարոզելը։ Լրջորեն մտածենք յուրաքանչյուրս։ Քննենք մեր սիրտը ու մեր կյանքի իրական առաջնահերթությունները։ Եվ եթե որևէ կետում շեղում կտեսնենք, արագ դարձի գանք։ Ձեր ողջ կենտրոնացումը դրեք նոր ուխտի ծառայության վրա, ավետարանչության վրա։ Սա պատասխանատվություններից մեկն է։ Եվ ինչպես Պողոսը մենք նույնպես կարող ենք օգտագործել մարդկանց հավաքվելու առիթները, ոչ թե որպես ինքնանպատակ, այլ որպես ավետարանը փոխանցելու, ծառայեցնելու միջոց։ Նույն հողարկավորությունները, որին մասնակցում ենք, հարսանիքներ, Սուրբ ծննդյան կամ զատկի, եկեղեցական հավաքներ, ազգային կամ ընտանեկան տոներ, դրանք առիթ են, Պողոսը շտապում է գնա, որտեղ այդտեղ հնարավորություն ունի մարդկանց ավետարանը փոխանցելու։ Խնդիրը տվյալ միջոցառումը չէ, սիրելիներ, մենք անցում ենք կատարել բոլոր տեսակի ծիսական դրսևորումներից, այլ մարդիկ, որոնց կարելի է հանդիպել այդ վայրում։ Սա նոր ուխտում ծառայողի առաջին պատասխանատվությունն էր, կատարել ավետարանչություն, ոչ թե ծիսակատարություն։ Երկրորդ պատասխանատվությունը, որ մենք տեսնում ենք, որոնք են նոր ուխտում ծառայողի պատասխանատվությունները, երկրորդ նրա պատասխանատվությունը այն է, որ նա պետք է պահպանի հաղորդակցություն եկեղեցու հետ։ Նա պետք է պահպանի հաղորդակցություն եկեղեցու հետ, այսինքն պետք է հաղորդակից լինի եկեղեցուն, որ պահպանի եւ միաբանություն եւ վարդապետական նույնություն նոր ուխտի վերաբերյալ։ Եվ այս համարում տեսնում ենք եկեղեցու հետ հաղորդակցություն պահպանելու 5 բնութագիր։ Տրամադրել ժամանակ, ռեսուրս, ջանք, լինել հաշվետու եւ հարգալից։ Նայեք համարին։ Կասեք այս 5-ը որտեղից տեսար այս 5 համարում, տեսեք։ Եվ Եփեսոսից դուրս գալով իջավ Կեսարիա Պողոսը ու գնաց ողջունեց եկեղեցուն, ապա Անտիոք իջավ։
Այս մեկ համարում Ղուկասը խտացված կերպով ներկայացնում է Պողոսի կատարած շատ երկար ու կտրուկ տեղաշարժը։ Գրված է, որ Պողոսը ողջունեց եկեղեցուն։ Ողջունել բառը տարբեր իրավիճակներում տարբեր իմաստային երանգներ ու շեշտերով է գործածվում։ Օրինակ, որպես ֆիզիկական ջերմ ողջույն, գրկախառնություն եւ համբույր, օրինակ Հռոմեացիս 16:16-ում է, որտեղ Պողոսը երկար ճամփորդությունից հետո, երբ հավատացյալներին հանդիպելու մասին է խոսում այդ գրկախառնության մասին։ Երկրորդ իմաստը, որը մեր այս համարում է, հետեւյալն է, այստեղ ողջունը այցելության եւ հարգանքի տուրք մատուցելու իմաստ ունի։ Ըստ մասնագետների այս բառը ներառում է այցելելու սեփական հարգանքի տուրքը մատուցելու իմաստը։ Ստացվում է, որ Պողոսի գնալը կարևոր դեր ուներ։ Հետաքրքիր է, որ արևելահայերեն թարգմանության մեջ գրված է գնաց, բայց հունարենում գրված է ելավ։ Տեսեք, ես նշել եմ նույնիսկ։ Ինչու է սա կարևոր։ Քանի որ Երուսաղեմը գտնվում էր բարձրադիր վայրում, գրված չէ, այստեղ Երուսաղեմ գնաց։ Քանի որ Երուսաղեմը բարձրադիր վայրում է, այնտեղ գնալը վերելք էր նշանակում։ Մինչդեռ այլտեղ գնալը կնշանակեր իջնել, ինչպես մեր համարի վերջում է։ Այսինքն դրանով հստակ երևում է, որ նա գնացել է հենց Երուսաղեմ, եւ քարտեզով էլ ձեզ ցույց տամ, տեսեք։ Պողոս առաքյալը երկար ճանապարհորդություն ձեռնարկեց Երուսաղեմի եղբայրների հետ կարճատև հաղորդակցության համար։ Որովհետեւ դուք լավ պատկերացնեք այս մեծ հեռավորությունը, նայեք քարտեզին։ Ուրեմն 22-րդ համարում նկարագրված երթուղու ընդհանուր մեկ համարից են կարդում։ Երկարությունը կազմում էր 1300-ից 1400 կիլոմետր։ Տեսնում եք, որքան երկար ու բարդ ճանապարհորդություն են արել։ Տեսեք, վերևի աջ հատվածում Եփեսոսն է, այնտեղից դուրս է եկել 1000-1050 կիլոմետր։ Նավարկել է դեպի Կեսարիա, Երուսաղեմը ներքևն է, բայց սարային, բլուրային տեղ է եւ նա բարձրացել է Երուսաղեմ, ինչպես գրված է, հետո իջել է այնտեղից եւ այսինքն 100 կիլոմետր մոտ եւ դրանից հետո 280-ից 280 կիլոմետր գնացել է դեպի Անտիոք։ Սա ինչ է ցույց տալիս, ուշադրություն։ Այն որ եկեղեցու հետ կապ պահելը չափազանց կարեւոր է։ Եկեղեցուն հարգելը կարեւոր է, հաղորդակցության մեջ լինելը ծառայողի բարոյական պատասխանատվությունն է։ Քանի որ ողջունել բառը այստեղ նշանակում է հարգանքի տուրք, դրա իմաստներից մեկը նաև հաշվետու լինելն է։ Նա գնացել էր մայր եկեղեցուն Երուսաղեմին եւ առաքյալեն իր հարգանքի տուրքը մատուցելու այն իմաստով հաշվետվություն տալու իր միսիոներական ճանապարհության մասին եւ ցույց տալու, որ ինքը գործում է նրանց հետ հաղորդակցության եւ հնազանդության մեջ։ Սա պաշտոնական հարգանքի ողջույն է։ Նման օրինակներ գործքում կան, օրինակ 15-րդ գլխում հիշում եք, որ վարդապետական թեժ խնդիր էր առաջացել, Երուսաղեմից ոմանք չլիազորված լինելով, եկել ասում էին, որ եթե Մովսեսի օրենքը չպահեք, չեք փրկվի։ Դրանից հետո 15-րդ գլուխ 4-րդ համարում, տեսեք, երբ Երուսաղեմ հասան, գնացին եկեղեցի, որ վարդապետական հարցը ճշտեն միասին։ Ընդունվեցին եկեղեցու առաքյալների եւ երեսների կողմից ու պատմեցին, թե Աստված ինչեր արեց իրենց հետ։ Այսինքն պետք է եկեղեցու հետ հաղորդակցության մեջ լինել, որպեսզի հնարավոր լինի խուսափել շեղումներից, ովքեր չեն մնում ճշմարտության մեջ, նրանք հեռանում են ժամանակի ընթացքում։ Հովհաննեսը գրում է, չէ՞, մեր մեջ էին, Հիսուսին էին դավանում, բայց չմնացին դրա մեջ, շեղվեցին եւ պատմության ընթացքում բոլոր աղանդներն, որոնք որ ծնվել են քրիստոնեությունից, դա չմնալու, կապ չպահելու եւ նույն մտքին չգալու արդյունք է եղել։ Դրա համար նոր ուխտի ճշմարտությունները ոչ միայն պետք է լավ սովորել, այլ նաեւ պետք է միշտ եկեղեցու հետ հաղորդակցության մեջ լինել, որ նույն մտքի, կարծիքի ու համոզմունքի մեջ լինեն, աճեն միասին, փոխվեն միասին, հաստատվեն միասին։ Նոր ուխտի սիրելի ծառա, մնա հաղորդակցության մեջ եկեղեցու հետ եւ ցույց տուր քո հարգանքն ու պատասխանատվությունը Քրիստոսի եւ նրա եկեղեցու նկատմամբ։ 1400 կիլոմետր ճանապարհ կտրել, գնալ, ողջունել, ցույց տալ այդ հարգանքը, խոսել, ինչ է պատահել քեզ հետ, Աստված ինչ գործել եւ գնալ, սա ուղղակի կերպով մեծացնում է այդ հարգանքի դերը, կարեւորությունը։ Սա փառավորման հարց չէ։ Եկեղեցին փառավորվի, որ միսիոները եկել խոնարհվում է իր առջև։ Ոչ։
բայց իրենք մի թիմում են աշխատում։ Տեսնում եք ինչ է նշանակում Պողոսի քայլը, ողջույն։ Տեսնում եք ինչ հարգանք, ինչ նրբանկատություն, ինչ խոնարհություն, ինչ ջանք ու եռանդ է դրվում եկեղեցու հետ կապը պահպանելու համար։ Եթե աշխարհում ոմանց այդ ստիպված շահերից դրթված կապ ենք պահում, զանգերին չենք ուզում պատասխանել կամ ստիպված հաղորդակցության մեջ ենք գնում, բայց այստեղ որքան առավել այստեղ պետք է խորապես հասկանանք այս քայլի դերը։ Ծառայողի կողմից եկեղեցու հետ կապն ու հաղորդակցությունը պահելը կարևոր նշանակություն ունի։ Այն պահում է վարդապետական շեղումներից, պահում է խոնար, պահում է հաշվետու, պահում է միաբան, պահում է պատասխանատու եւ նույն ինչ անում էին առաքյալները այստեղ։ Գործք առաքելոցում հստակորեն ներկայացված է, թե ինչպես էր Պողոս առաքյալը պահում այդ կապը, հաղորդակցությունը։ Նայեք առաջին միսիոներական ճանապարհորդությունից հետո ինչ արեց Պողոսը 14-րդ գլուխ 26-27-ին։ Երբ ինքն ու Բարնաբասը ավարտում են իրենց առաջին մեծ ճամփորդությունը հեթանոսների մեջ, վերադառնում են Անտիոք, որտեղից ուղարկվել էին եւ հաշվետվություն են ներկայացնում։ Կարդում 14-27-ը տեսեք։ Կանչեցին եկեղեցին եւ պատմեցին այն ամենը, ինչ Աստված իրենց միջոցով արեց, եւ թե ինչպես հեթանոսների առաջ հավատի դուռը բացեց։ Եվ երկրորդ միսիոներական ճամփորդությունից հետո առաջ եմ անցնում մի հատ էլ, մեկը այստեղ է, մեկը առաջինում տեսանք, մեկը այստեղ է, հիմա ինչ որ անում է, հիմա երրորդն եմ կարդում 21-րդ գլուխ 17-ից 19, սա ամենացայտուն օրինակն է, որտեղ հենց նույն բառն է գործածված, որ հաշվետվության իմաստն ունի։ Նայեք 21-17-ից 19, եւ երբ մենք Երուսաղեմ հասանք, եղբայրները սիրով ընդունեցին մեզ, եւ հետեւյալ օրը Պողոսը մեզ հետ գնաց Հակոբոսի մոտ, եւ բոլոր երեցները ներկային, եւ նրանց ողջ ունելուց հետո, լսեք, մեկ առ մեկ պատմում էր այն, ինչ Աստված հեթանոսների մեջ արել էր իր ծառայությամբ։ Ինչու է սա կարևոր Պողոսի համար։ Սրանք ցույց են տալիս, որ քրիստոնեական եկեղեցու հաղորդակցությունը կարևոր է առաջին միասնության պահպանման համար։ Պողոսը չէր ուզում գործել որպես անկախ ինքնագլուխ մեկը, այսպես ասենք։ Վարդապետության նույնությունը պահելու համար 15-րդ գլուխ։ Աստծո փառքի համար հաշվետվությունների ժամանակ Պողոսը շեշտում էր, որ իր սեփական հաջողությունների պատճառն Աստված է, թե ինչ էր արել Աստված։ Եվ փոխադարձ հարգանքի համար, ինչպես 21-ում ենք տեսնում։ Հարց առաջին հերթին ծառայողներին, իսկ հետո եկեղեցու բոլոր անդամներին։ Սիրելի ծառայողներ, պահում եք հաղորդակցություն ձեր եկեղեցու հետ։ Հարգում եք Քրիստոսի եկեղեցին։ Եթե այո, ինչպես եք արտահայտում դա։ Հաշվետու եք ձեր ստանձնած ծառայության համար։ Թե ծառայությունը քմահաճույքի հարց է։ Այսօր ուզում եմ, վաղը չեմ ուզում։ Որքան լուրջ եք վերաբերվում ծառայությանը, անկախ դրա տեսակից ու չափերից։ Տրամադրում եք ժամանակ, ռեսուրս, ամեն տեսակի, ներդրում եք ջանք, ժամանակ, կարողություն, թե դրանց ավելցուկն եք տալիս։ 1400 կիլոմետր մի ողջույնի եւ հաշվետվության համար։ 1400 ինքնաթիռ չկար, որ նստեր 3 ժամ հետո իջներ։ Դրա համար մի քանի շաբաթ հետո, եթե ժամանակագրությունը նայեք, զատկական տոնը Երուսաղեմում պետք է լիներ, նա մտածում էր, որ հասցներ, որ մի քանի շաբաթ նա պետք է այս երկար ճանապարհը լինի։ Ինչու Պողոս։ Գործից կհանեին քեզ, ոչ։ Դա իրական հաղորդակցության կերպն է, վայել Աստծուն եւ իր ժողովրդին։ Տիրոջ առաջ մտածենք յուրաքանչյուրս մեր եւ մեր ծառայության մասին։ Հարց անդամներին։ Քրիստոսի եկեղեցու սիրելի անդամ, պահում ես հաղորդակցություն քո եկեղեցու հետ։ Հարգում ես Քրիստոսի եկեղեցին, երեցներին, ծառայողներին ու քո բոլոր քույր ու եղբայրներին։ Սովորում ես նույն վարդապետությունը։ Մնում ես նույն ուսմունքի մեջ։ Մեր անդամակցության թերթիկում վաղուց ունենք վարդապետության վերաբերյալ կետերը, ում հետ հասցրել ենք անցնել, իրենք գիտեն, մենք մեկ առ մեկ քննարկում ենք, իմանալով իր վարդապետությունը, իմանալով նա տեղյակ է եկեղեցին ինչպես է հավատում թե ոչ, որ գանք նույն մտքի։
Ինչպես ես արտահայտում քո հարգանքը եկեղեցու նկատմամբ։ Պատմում ես եկեղեցուն Աստծո գործերի մասին, ինչ քո կյանքում է արել։ Թե պատմում ես ուրիշին եկեղեցուց, թե ինչ չի արվել։ Հաշվետու ես քո ստանձնած պատասխանատվությունները որպես անդամ։ Թղթում էլ մենք մեկ առ մեկ ունենք անդամի պատասխանատվությունը եւ եկեղեցու։ Ինչպես է երևում հաշվետու լինելդ։ Ինչպես է երևում պատասխանատվությունդ որպես անդամ։ Հաղորդակից ես եկեղեցու կյանքին, եկեղեցու ուրախությանն ու տխրությանը, լավ ու վատ օրերին, աղոթքներին ու փառաբանությանը։ Եթե շատ հարցերում մեր եկեղեցին գովելի է, տեղեր էլ կան, որ գովելի չենք։ Եվ դրանց մասին մենք խոսենք ապագայում։ Պողոսն էլ էր այդպես անում։ Հիշում եք, բաներ կար գովում էր, Կորինթացիներին ասում էր հարց կա, որ գովելի չէ։ Սիրելիներ, մենք կատարյալ չենք։ Եթե դուք այս պահին մտածեք, որ մենք թերություն չունենք, ուրեմն դուք շատ հպարտ եք։ Հիսուսը հայտնությունում նույնն է անում։ Մի քանի բան գովում է, բայց քո դեմ 1-2 բան ունեմ։ Նույնն էլ մեր պարագայում։ Մտածեք, խնդրում եմ, արդյոք հավատի եւ գործերի կապը որպես սկզբունք չի գործում նաեւ այստեղ։ Քրիստոսի մարմնի մեջ լինելով ընդունել եք, որ ունեք պատասխանատվություն, որի արտահայտման առաջին տեսանելի տեղը հենց եկեղեցին է, որը պետք է ցույց տալ։ Որքան լուրջ եք վերաբերվում անդամ լինելուն։ Դուք գիտեք, որ կոնկրետ մեր եկեղեցում այդ սահմանը շատ հստակ է գծված։ Մեր մոտ տարբեր են այցելուն եւ անդամները։ Մենք սիրում ենք բոլորին, բայց ով դառնում է անդամ, նա պետք է գիտակցի, ով է անդամը։ Ինչպիսի կապ եւ հաղորդակցություն պետք է ունենա եկեղեցու հետ։ Ինչպես պետք է Քրիստոսի մարմնի մեջ ապրել, շարժվել։ Տիմոթեոս մինչև գամ, որ իմանաս, ինչպես է պետք Աստծո տան մեջ վարվել։ Տիրոջ առաջ մտածենք յուրաքանչյուրս մեր եւ մեր Քրիստոսի մարմնի մեջ անդամ լինելու մասին։ Նկատեք, որ Պողոսը չի գոռում հարգանքի մասին, նա պարզապես անում է դա։ Սա նոր ուխտի ծառայողի պատասխանատվությունն է։ Նա պատասխանատվությունը այլևս տաճարի հետ չի կապված, զոհեր անելու հետ չի կապված։ Գիտեք, հեշտ է հարգել սրտում անտեսանելի ձևով։ Խնդրեմ, տեսանելի վայր, Քրիստոսի մարմինը, դեռ ցույց տվեք։ Ցույց տանք, ես ինձ չառանձնացնեմ ձեզնից, բոլորս։ Եզրակացություն, նոր ուխտի ծառայողի պատասխանատվություններից է նաև Քրիստոսի եկեղեցու հետ բազմակողմանի շփումն ու հաղորդակցությունը։ Հարգելը, հաշվետու լինելը, քանի որ դա հարգանք ու հաշվետվություն է հենց Քրիստոսին։ Այստեղ ավարտվում է Պողոս առաքյալի միսիոներական երկրորդ ճանապարհորդությունը։ Եվ մի կոչ, որը շատ կարճ կլինի։ Հարցերը երկար էին, որովհետև շատ անկյուններ կար, որոնց մասին պետք էր մտորել։ Իսկ կոչը շատ պարզ ու կարճ։ Քրիստոսի եկեղեցու հետ ձեր ունեցած բազմակողմանի հաղորդակցությունը ցույց տվեք ձեր կյանքով ու քայլերով, ոչ թե խոսքով։ Եվ հիշեք, որ նոր ուխտի վարդապետությունը պետք է լավ սովորել եկեղեցու հետ եւ միջոցով եւ պետք է շարունակ աճման եւ հաղորդակցության մեջ լինել։ Երկրորդ գլուխը տեսեք, նորադարձներն ինչ էին անում, շարունակ ամեն օր ուսման, հաց կտրելու, հաղորդակցության եւ աղոթքի մեջ էին։ Երրորդ եւ վերջին պատասխանատվությունը։ Նոր ուխտի ծառայողի։ Նոր ուխտի ծառայողը ոչ միայն կենտրոնացած է ավետարանչության վրա, ոչ միայն հաղորդակցության մեջ է եկեղեցու հետ, նաեւ նա պատասխանատու է եւս մի կարևոր հարցում։ Նա պետք է ամրապնդի աշակերտներին։ Նրա պատասխանատվությունն է։ Պետք է ամրապնդել աշակերտներին ըստ մեր թեմայի նոր ուխտի ուսմունքի մեջ։ Նոր ուխտի ուսմունքի մեջ։ Դու պետք է ամրապնդես աշակերտներին նոր ուխտի ուսմունքի, այսինքն Քրիստոսի մեջ։ Այս համարում տեսնում ենք աշակերտներին ամրապնդելու կերպը, որ Պողոսի կյանքով երևում է, նա հետևողական այցելություններով է դա անում։ Նայեք 23-րդ համարին։ Եվ այնտեղ միաժամանակ մնալուց հետո դուրս եկավ, իմիջիայլոց ասեմ, նկատեցիք, որ մազերը այրեց։ Նման բան չարեց։ Իր համար երրորդային էր դա։ Եվ այնտեղ միաժամանակ մնալուց հետո դուրս եկավ, հերթով շրջեց Գաղատիայի երկրում եւ Փրուգիայում ամրապնդելով բոլոր աշակերտներին,
Որքան էլ կարող է զարմանալի լինել, բայց նախորդ համարում ավարտվեց Պողոսի միսիոներական երկրորդ ճանապարհորդությունը եւ այս համարում սկսվում է նրա միսիոներական երրորդ ճանապարհորդությունը։ Դրանով նաև ավարտվեց ծիսական համակարգի անցումը Պողոս առաքյալի կյանքում պատմական առումով, որ ինքը այլևս չի նախաձեռնում նման բան։ Մեկ օրինակ կա միայն 21-ում, 21-րդ գլխում, այնտեղ էլ որ տեսնեք ինքը չի նախաձեռնում։ Հակոբոսն է ասում, քո մասին այսպես են խոսում, լավ կանես դու վարվես հակառակ, որ իրենք մտածեն, որ իրենց ասածները քո մասին սուտ էր։ Այսինքն որպես նախաձեռնություն մենք Պողոսի կյանքում այլևս չենք տեսնում։ Նա ոչ միայն կենտրոնացած էր ավետարանչության վրա, ոչ միայն հաղորդակցության մեջ էր եկեղեցու հետ, նա նաև կապի մեջ է Քրիստոսի աշակերտների հետ, տեսեք։ Ահա նոր ուխտի ծառայողի պատասխանատվությունները։ Նկատում եք հերթականությունը։ Ավետարանչություն, կապ եկեղեցու հետ եւ հիմա յուրաքանչյուր անդամի աշակերտների հետ։ Նա մեծ հանձնարարականի հետևից է, նա Քրիստոսի եկեղեցու հետ է եւ Քրիստոսի եկեղեցու համար է գործում։ Գրված է, որ Պողոսը ամրապնդում էր աշակերտներին։ Փաստորեն իր միսիոներական երրորդ ճանապարհորդությունը սկսվում է ամրապնդումով։ Սրանով էլ կարող եք հիշել, թե որ հատվածում էր նրա երրորդ ճանապարհորդությունը սկսում։ Ամրապնդել բառը հունարենում կազմված է էպի ուժեղացնող նաղդիրից եւ ամրացնել, սատարել բառից, այսինքն բառացիորեն նշանակում է ամուր տեղադրել ինչ-որ բանի վրա։ Ամրացնել, հաստատել։ Պողոսն ու մյուս առաքյալները վաղուց էին այս անում։ Նույն 15-րդ գլուխ 32-ում, որ կարդում ենք այդ վարդապետական թեժ բանավեճից հետո, որ գայլերը եկել էին եւ իրենց սրտերը խռովեցրել էին, նրանք թղթերը գրավոր վերցրեցին եւ տարան եկեղեցին, տեսեք ինչ էին անում։ Հուդան ու Շիղան, քանի որ նույնպես մարգարեներ էին, բազում խոսքերով քաջալերեցին ու ամրապնդեցին եղբայրներին։ Գիտեք Հուդան ու Շիղան ինչ հարցով էին ամրապնդում։ Երուսաղեմից եկել ասում էին, որ եթե Մովսեսի օրենքը չպահեք, չեք փրկվի։ Դա նշանակում է նրանց ամրապնդումը վարդապետության մեջ էր։ Վարդապետության հարցում էր։ Նոր ուխտի, շնորհքի վարդապետության մեջ ամրապնդում էին ժողովրդին։ Վարդապետական գրավոր հիմնավորումներից հետո պետք է, այսինքն սովորել է գրավոր հիմնավորումները, դրանից հետո պետք է ամրապնդվել դրանցում։ Ամրապնդումը արվում է ուսման միջոցով։ Գիտեք, մի բան է լսել 1 կամ 2 կամ 3 անգամ, մեկ այլ բան է սովորել, մի ուրիշ մակարդակ է ամրապնդվել դրանում։ Օրինակ դու կարող ես իմանալ վարդապետական որևէ թեմա, բայց ամուր չլինել դրանում։ Օրինակ ասեմ ձեզ, հենց գործքից։ Պետրոսի 5 կտակարանյան համոզմունքներով ինչ էր համարվում հեթանոսի հետ շփումը։ Պղծվել։ Ճիշտ է։ Երբ Տերը նրան տանում է ավետարանելու, մինչև Կորնելիոսին հանդիպել է, հիշում եք, ում տանն էր մնում։ Կաշեգործ Սիմոնի տանը։ Կաշեգործը մարդ էր, ով մեռած դիակների հետ գործ ուներ, կենդանիների, եւ ըստ հրեական օրենքի, եթե շփվեր այդ մարդու հետ, նա պիղծ էր համարվելու։ Բայց նա կոտրեց այդ բարիերը եւ փոխեց իր համոզմունքը, մնաց։ Դրանից հետո ավելի մեծ խնդիր էր իրեն սպասվում, պետք է հեթանոս Կորնելիոսին հանդիպի, բայց նա չէր գնում, որովհետեւ այդպես չի մտածում։ Նա լսել է, գիտի, բայց այդպես դեռևս չի մտածում, դեռևս չի փոխվել իր համոզմունքը։ Տերը ստիպված է լինում գեղեցիկ սկուտեղ վերցնել եւ տեսիլքով հրամցնել աշխարհի բոլոր կենդաններին եւ ասել, որ Պետրոս, հիմա դու պետք է մորթես եւ ուտես։ Ասում է, ոչ Տեր, ախր ես երբեք տենց բան չեմ արել, ասում է, ես եմ քեզ ասում, այսինքն ով կարգել է դա, ինքն էլ ասում է, որ այլևս դա ուժի մեջ չի։ Պետրոսը չէր համաձայնում, գիտեք քանի անգամ։ 3։ Սա գիտեք ինչ է ցույց տալիս, ուշադիր լսեք, որ մարդու համոզմունքները շատ դանդաղ են փոխվում։ Անցումը հնից դեպի նորը դժվար է լինում։ Այսինքն մի բան է դու իմանաս, մեկ այլ բան է ամուր լինես դրա մեջ։ Դե համար երբ մենք տեսնում ենք, որ նրանք ամրապնդում էին աշակերտներին այդ հազարավոր կիլոմետրերը գնալով, դա ուղղակի այն չէր։ Մի հատ թղթիկի վրա գրի տեսնեմ, հələ ճիշտ ես պատասխանում։ Հիսուս Աստված է թե ոչ։ Այո, դու ամուր ես։ Ոչ։ Լավ, հիմա կասեք Պետրոսը Աստծո 3 անգամյա կոչից հետո համոզմունքը փոխեց լիարժեք։ Լավ, բայց էլի ամուր չէր։
Գաղատացիս նամակում հիշում եք, հեթանոսների հետ նստած հացեր ուտում եւ վախեցավ։ Ամուր չէր նորից։ Պողոսը հանդիմանեց բոլորի ներկայությամբ, որ դու նույնիսկ ամուր չես այդ վարդապետության մեջ, Պետրոս։ Պատկերացնում եք, հեթանոսների նոր քարոզել է, որ Քրիստոսով ազատ ենք, ել դուք պիղծ չեք, մեր աչքին, մենք կարող ենք շփվել, արի արետ ուտենք սա։ Նստած են Երուսաղեմից մարդիկ են գալիս, վեր եկնում, գնում են այն կողմ։ Խնդիրն այնքան խորն է, որ Պողոսը տեսնում է, որ ինքը իր վարքով աղավաղում է վարդապետությունը։ Վարքով հեթանոսը պետք է նայ ասի, նոր ինձ Քրիստոսը էր քարոզում, նոր մենք պիղծ չէինք իրար համար։ Այսպիսով Պետրոսի սխալը գիտելիքի պակասը չէր, սա ֆիքս եք, այլ ամուր չլինելը դրա մեջ։ Այս դեպքը շատ լավ ցույց է տալիս, որ հին ուխտի մտածելակերպից նոր ուխտի իրականություն անցումը նույնիսկ առաքյալների համար միանգամից չի եղել եւ հեշտ չի եղել եւ ամենապնդման կարիք կար։ Աստված արդեն բացահայտել էր ճշմարտությունը, բայց այդ ճշմարտության համաձայն ապրելը դեռ պայքար էր պահանջում։ Դրա համար կարիք կա ամրապնդման, սիրելի եկեղեցի, եւ նոր ուխտի ծառայողի պատասխանատվություններից մեկն է ամրապնդել աշակերտներին։ Բոլոր աշակերտներն էլ ամրապնդվելու տեղու ոլորտ ունեն եւ պետք է անել դա մասնավոր նոր ուխտի վարդապետության մեջ, որի ընթացքում դու ինքնաբերաբար կսովորես նաեւ հինը, որովհետեւ դու ճիշտ կարողանաս հասկանալ դրանց դերը։ Բայց ինչ անել, ինչ մեթոդով անել, այստեղ տեսնում ենք մեթոդը, նայեք համարում տեսնում ենք հետևողականորեն եւ պարբերաբար։ Եվ այնտեղից միաժամանակ մնալուց հետո դուրս եկավ, նայեք, հերթով շրջեց Գաղատիայի երկրում եւ Ֆրուգիայում, ամրապնդելով բոլոր աշակերտներին։ Նայեք քարտեզին եւ պատկերավոր տեսեք ինչպես է նա իրականացրել ամրապնդումը։ Չեմ ալարել, ձեզ համար պատրաստել եմ իմ կարմիր գծանը նշումներով։ Սա ցույց է տալիս, որ Աստծո ժողովրդի մտափոխության ընթացքը շարունակ առաջանալու տեղ ունի, սիրելիներ։ Այս օղակները տեսնում եք Անտիոքից, այստեղ սկսում է երրորդ միսիոներական ճամփորդությունը եւ հերթով գնում է ու ամրապնդում է բոլոր այն եկեղեցիներին, որոնց նախկինում քարոզել էր եւ հիմնադրվել էին։ Հարց սիրելի եկեղեցի, Աստծո սիրելի զավակներ, եթե այս լեզվով ասեմ սիրելի աշակերտներ, դուք ձեր համոզմունքներում կատարել եք անցում հին ուխտից դեպի նոր ուխտ, ամուր եք վարդապետության մեջ, թե ձեզ կարելի է շեղել։ Միշտ ապեք պատասխանել, այլ մտածեք, դուք ընկալել եք շնորհի ավետարանը։ Դուք հասկացել եք ինչ է արել Քրիստոս, դուք ամուր եք Քրիստոսի փրկagorտության, վարդապետության բոլոր ասպեկտների առնչությամբ։ Դուք ամուր եք փրկության վստահության հարցում։ Թե օրենքի սխալ ընկալումը, ծիսակարգերի թերի ընկալումը, հին ուխտի եւ նոր ուխտի դերերը թերի կամ սխալ հասկանալու արդյունքում ապրում եք թաքնված միտումներով Աստծուն գոհացնել ձեր բոլոր քայլերում, որպեսզի շահեք նրա շնորհքը, նրա սերը։ Ես ընդհանուր եմ ասում, թեպետ գիտեմ շատ շատերին, որ ամուր են, բայց դա չի նշանակում, որ ամրապնդվելու տեղ չկա։ Կարող եք ստուգել ձեզ։ Եթե ամուր եք, ապա կձգտեք կողքիններն էլ ամրացնելու։ Ինչպես Պողոսն է անում։ Ուշադիր լսեք, դուք չեք փոխանցի մյուսին մի բան, որի մեջ դուք դեռևս վստահ չեք, ճիշտ է։ Եթե այո, ապա սա շատ վտանգավոր է։ Քանի որ եթե վստահ ու ամուր չեղաք նոր ուխտի ճշմարտությունների մեջ, եթե նոր ուխտի ծառա չդարձաք ձեր համոզմունքներով, դուք գործնականում տեղից չեք շարժվի։ Ուրիշներին էլ չեք ամրապնդի։ Իսկ եթե ամրապնդված չլինեք, ով է կատարելու նոր ուխտի ծառայությունը։ Պողոսը 2 Կորինթացիս 3-րդ գլխում բառացի իրենց կոչում է նոր ուխտի ծառաներ։ Եվ անդադ համեմատում եմ Մովսեսի օրենքի հետ եւ ցույց տալիս նորից Քրիստոսի գերազանցությունը։ Դրա համար սիրելիներ, սովորեք ինքներդ, հետո էլի սովորեք եւ հետո ամրապնդվեք։ Հետո փորձառեք սովորածը։ Հետո այնքան ընկալեք այդ ճշմարտությունը, որ ձեզ մղի ուրիշներին ամրապնդելու։ Դրա համար նույն թեման տարբեր կողմերից նայելը դա դեռ չի նշանակում, որ դուք տիրապետում եք այդ թեմային։ Ինչպես փրկagorցան վարդապետությունը աստվածաբանները կոչում են ադամանտ, որովհետև քառակողմ չի, բազմակողմ է։
տարբեր կողմեր ունի, որոնց պետք է տիրապետել։ Մեր եկեղեցին փորձում է լավագույնն անել աշակերտներին ամրապնդելու համար, թե անհատական հանդիպումներում, թե առանձին ծառայությունում, թե ընդհանրական պաշտամունքներում, միջեկեղեցական հանդիպումների առիթով, բայց հարցն այն է, եկեղեցին օգտվում է դրանից թե ոչ, ամրապնդվում է թե ոչ։ Եթե քննաթերթիկ բաժանենք հիմա յուրաքանչյուրիդ, օրինակ, եւ վրան գրված լիներ, օրինակ նշեք փրկagorցության վարդապետության բոլոր փուլերը եւ ամեն փուլի համար գոնե 5 աստվածաշնչյան համար բերեք, կարող եք անել մտորելու համար, պարզապես։ Մեզ Կիևում սովորեցնում էին դասախոսները, ասում էին գոնե ամեն վարդապետության վերաբերյալ գոնե 10 հիմնավորում իմացեք, համար, 10 համար։ Որ ձեզ ասեն օրինակ արդարացված ես Քրիստոսով, այո, ինչպես գիտես, վստահ ես, մի համար ցույց տուր։ Սրբագործմելը հատուկ է քրիստոնյային, այո, մի համար ցույց կտաս։ Հույս ունես փառավորման, այո, ցույց կտաս մի 2 համար գոնե։ Փրկություն կարող ես կորցնել, թե չէ։ Չէ, չեմ կարող կորցնել։ Կարող ես ցույց տալ 1-2 համար, ոչ։ Դու ամուր չես հաստատ։ Պետք է կենտրոնանալ ավետարանչության վրա, հայտարարել, որ Մեսիան եկել է եւ իրականացնել նոր ուխտը, որպեսզի մարդիկ իրականացնեն, այսինքն պատմական անցումը, որպեսզի մարդիկ անհատապես անցում կատարեն իրենց մտքերում եւ սրտերում, հնից նորին, որ չմնան կրոնի, ծեսի գերի, այլ ծառայեն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ դառնան նոր ուխտի ծառաներ։ Մի քանի դաս եւ ավարտենք, սիրելիներ։ Առաջին նոր ուխտի ծառաներ։ Ավետարանչությունը դարձրեք ձեր օրվա ապրելու նպատակ։ Օրվա բոլոր մասերում մի բացառեք Տիրոջից տրված հնարավոր առիթ ավետարանելու համար։ Դա կարող է տալ։ Հիշեք, որ Քրիստոսով անցել ենք հին ուխտից նորին եւ այլևս կարիք չկա վերադառնալու այն բաներին, որոնք մատնանշում էին եկող Մեսիային։ Հիմա կարող ենք մենք մատնանշել ամեն օր եկած Մեսիային։ Ընդունեք, որ դուք ունեք պատասխանատվություն մարդկանց վկայելու Հիսուսի մասին։ Կենտրոնացեք ոչ թե ձևի, այլ բովանդակության վրա, ավետարանչության վրա։ Երկրորդ, նոր ուխտի ծառաներ, պահպանեք հաղորդակցություն ձեր եկեղեցու հետ։ Հիշեք, որ սա ևս ձեր պատասխանատվությունն է, որը հավանում է Տերը։ Եղեք ջանասեր այդ հարցում, եղեք սովորող, եղեք խոնար, եղեք հաշվետու ձեր ստանձնած ծառայությունների համար, եղեք զգոն, տրամադրեք շատ ռեսուրսներ եւ այդ ամենն արեք Աստծո փառքի համար եւ Աստծո դրած կարգերը հարգելու եւ պահելու համար։ Մնացեք եկեղեցու հետ միաբանության մեջ, հիշեք, որ սա ևս նոր ուխտի ծառայողի պատասխանատվությունն է։ Եվ երրորդ վերջին, նոր ուխտի ծառաներ, մասնավոր եկեղեցու առաջնորդներ ու ծառայողներ։ Հիշեք, որ ձեր պատասխանատվություններում կա նաև աշակերտներին ամրապնդելը։ Կատարեք այս կարևոր ծառայությունը պարբերաբար եւ հետեւողականորեն, որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը։ Եվ հիշեք, որ նոր ուխտում ծառայության կենտրոնը ոչ թե հին ուխտի ծեսերն են, այլ Քրիստոսի եկեղեցու կառուցումը։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք քեզ, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, քո կատարած աշխատանքի համար, որ քո մահով, քո հարությամբ իրականացրեցիր նոր ուխտը։ Մենք գիտենք, որ մարդկության պատմության մեջ չի եղել որևէ մեկը, որ կարողանար իրականացնել նոր ուխտ բացի քեզնից։ Շնորհակալ ենք, որ դու այդ պատմական անցումը կատարեցիր, որ դու հորը գոհացրեցիր, նրա բոլոր արդարացի պահանջները լրացրեցիր, վաստակեցիր մեր փոխարեն արդարություն։ Եվ շնորհակալ ենք, որ հիմա էլ մեզ նոր ուխտի ծառաներ ես դարձրել։
որ պետք է գնանք ու քարոզենք արդեն իրականացած ուխտի մասին, Քրիստոսի մասին, մատնանշելով քեզ, մատնանշելով քո կատարած գործը, որպեսզի մարդիկ մթի, խավարի եւ մոլորություններից դառնան դեպի քեզ, որ ճանապարհի կանգառներին չմնան, այլ հասնեն նշանակետին։ Ուստի խնդրում ենք, որ օգնես, որ մենք էլ որպես նոր ուխտի ծառայողներ կարևորենք իսկապես ավետարանչությունը, ոչ թե ծիսական որևէ բան։ Մեր ողջ կենտրոնացումը լինի Քրիստոսի փրկության ավետարանը, բարի լուրը փոխանցելը կյանքի բոլոր վիճակներում։ Թող սա ամեն օր լինի մեր կյանքի նպատակը ապրելու եւ կյանքի մյուս իրադարձությունները կառուցվեն սրա շուրջ։ Եվ շատ ու շատերին օգնի, որ քո խոսքի միջոցով լուսավորենք, որ նրանք հասկանան, որ այլևս կարիք չկա որևէ ծիսակատարությունների, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը իր մեկ անգամյա զոհով, հավիտյան, մեկ ընդմիշտ կատարել է այդ զոհաբերությունը։ Օգնի, որ մարդկանց կարողանանք դեպի քեզ ուղղորդել եւ չթողնել որևէ կետի, որևէ ծեսի, որևէ զոհի, որևէ գործառույթի մակարդակի։ Օգտագործիր մեր եւ անհատական եւ եկեղեցու ավետարանչությունները եւ շատերին դարձի մեր դրա միջոցով։ Խնդրում ենք նաեւ, որ մեզ որպես համայնք, որպես անհատներ, թե ծառայողներ, թե առաջնորդական խումբ, թե անդամներ, օգնես, որ իսկապես խոր հարգանք ու երկյուղ ունենանք քո եւ քո եկեղեցու նկատմամբ։ Մաքրությամբ ու սրբությամբ ապրենք նրա հետ։ Իմանանք ինչպես է պետք քայլել, վարվել ու հաղորդակից լինել։ Օգնի, որ միշտ կապի մեջ լինենք քո խոսքի միջոցով, քո ժողովրդի հետ, երեցների հետ, ծառայողների հետ, որպեսզի մոլորություններից եւ շեղումներից պաշտպանված լինենք։ Ուսմունքիդ մեջ ամուր լինենք, որ մարդկանց ավետարանելիս մաքրամաքուր ճշմարիտ խոսքդ կարողանանք փոխանցել, որովհետեւ այդ ճշմարտությունն է, որ պիտի ազատի նրանց։ Օգնիր եւ մեզ որպես ծառայողներ, եւ որպես եկեղեցու անդամներ, եւ որպես քրիստոնյաներ մեր սերն ու հարգանքը քո նկատմամբ ցույց տանք քո եկեղեցու նկատմամբ դրսևորած հարգանքով, հաշվետվությամբ։ Օգնիր, որ անփույթ չլինենք քեզնից ստացած ծառայությունների նկատմամբ, լրջությամբ ու սրբությամբ վերաբերվենք եւ անենք իմանալով, որ դա հավիտենական նշանակություն ունեցող ծառայություն, դա պատիվ է մասնակցելու քո գործին։ Եվ խնդրում ենք նաեւ, որ օգնես ամրապնդվելու հարցում, որ մենք ոչ միայն իմանանք, ոչ միայն կրկնենք, այլ նաեւ ամրապնդվենք, այլ նաեւ շարունակ սովորենք, այնքան սովորենք, որ չկարողանանք այլևս զսպել այդ խոսքերը ու գնալ ու պատմել մյուսներին, ամրապնդել մեր քույր ու եղբայրներին։ Եվ օգնիր, որ քո եկեղեցու մեջ առաջին հերթին սիրով լինենք, որովհետև գիտենք, որ մեր շուրջ եղող քույր ու եղբայրները իրենց հոգևոր կյանքի տարբեր աստիճաններում են, որ չլինի որը մեկին ստիպենք անելու մի բան, որին դեռևս նա չի հավատում։ Օգնի, որ սիրով վարվենք, որտեվ քո երկնքի արքայությունը ուտելիք, խմելիք չի, այլ ուրախություն, խաղաղություն ու խնդություն Սուրբ Հոգով։ Մեր կյանքով, գործով ու ծառայությամբ փառավորվիր դու։ Այս ամենը աղոթում ու խնդրում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորես դու Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։